Փարիգուն տանգակին քույր աստծո փառք կուտանք, որ մեզի գրգին հավաքեց իր խոսքին շուրջ։ Մենք գիտենք, որ Հիսուս խոստացել է, որ որ 2-3 հոգի հավաքիկ իմ անունովս ես ձեր մեջ ներկա եմ, այսօր իր փառքը շատ լեցուն է, որ խոս մի քանի հատ 3-ներ ունենք։ Ամեն մեկ 3-ի համար եթե մեզ այդ ներկա ուրեմն իր փառքը որքան լեցուն է այսօր մեր մեջ։ Ես այսօրվա խորհրդածությունը հունվար 15-ի համար պատրաստել էի եւ այդ օրը շատ ցույն էր։ Արկել եղավ որ մեզի պիտի կայք չգցակալ։ Այսօր տեսա որ եւի այսօր բատկամին մեջը ցույնը նորեն անկան դեղադարապե պայթ մենք կցանք հավաքվի աստծո փառք կուտանք իր արած ըշտեմարաններուն համար։ Միայն ցույն չկա եկովը փարիկ կա ողորմություն կա սեր կա ներողամտություն կա հոգադարություն կա իր ըշտեմարանները միշտ լեցուն է եւ մենք ասիկա ամեն օր գվայելենք։ Ես կուզեմ հարցումով սկսել։ Մենք ավիդարան մի քանի անգամ գարտացել ենք եւ այս տարի մանավանդ թինակույրը մեզի շատ լավ սերդողություն մրավ Հիսուսի հրաշքները բոլորը վայելեցինք եւ անոնց մեջը մեծ մաս բաժին գիներ բերտուցեր էին։ Այսօր ցեզի պիտի հարցնեմ ավիդարանի մեջ են որ դիբարը դիգինը գուզեք անոր նմանիլ կամ ուրիշներ որ անոնց չեք ուզեր նմանիլ ձեր միկին մեջ ով գա որու գուզեք նմանիլ եւ որու չեք ուզեր նմանիլ Հրուտին գուզես նմանիլ շատ լավ Կանանացի գինը որ Հիսուսի փանոջի քրանց այո այո շատ լավ Ուրեմն ասած իմ սիրիս վրա դրավ երրորդ թագավորած 25-րդ գլուխը Դավիթ եւ Ապիկա Ուրեմն Ապիկայի համար գսե որ ուղամիտ եւ քեղեցիկ դիգին մներ Եվ իր ամուսին անունը Նապաղ էր Նապաղը սեր է անսկամ եւ գինը քիչվեջ կդեսնենք համարներու մեջ որ իր ամուսին համար գսե որ ինք իր անունին բես անսկամ է Մենք իբր դիգիններ բիդի ուզեինք որ մեր ամուսինը անսկամը լա Եվ ես կզամանամ որ ծնողքը իր զավակին անունը անսկամ տնի Մենք միշտ դիբար անուններ հերոսներու անուններ սուրբերու անուններ ասենք կամ ընտանիքի մեծի անունը գորոշենք մեծ բաբաներու անունները Եվ ագայցեք աս դի մարդը ծները եւ իր ամուսին իր ընտանիքը իրեն անունը անսկամ նապաղ եւ ասխիղճ կնգան ողջ խելացի իմաստուն կնգան ամուսինը գլա Գնաք եւ այլ ասգնի ինչպես յանքը անցուց ասամուսին հետը երկար դարիներ ապրել են միասին ինչքան դրեր է ինչքան ամպերեր է ի զոհության սահմանը չկա շատ դժվար է անսկամ մեկու հետ ապրի եւ դու իր անունը գիտես եւ իրեն գճանչնաս եւ անոր հետ ամեն օր սեղան բիգնես սեվիգունը քլուղը դույն պարտի վրա բիգցնես գսկանչանաս ասկանգան վրա եւ գբադայի որ բատմության մեջ հիշված է Դավիթ իր երդասարտներիդ միասին երբ որ գալածվեր եւ իր քաղաքեն դուրս գաբրի աս նապարի հոդերը ուր որ արածելու գերտան անդերը որ ասագդուր գսեինք որ հոնեն Դավիթ աչրջանի մեջն է եւ Դավիթ եւ այդ երդասարտները բահբանություն գնեն նապարին հոդերուն ոչխարներուն եւ հովիվներուն ոչ մեկ հատ հովիվները գվգային որ մեկ հատ ոչխար կամ քարլուկ չգործընծուցինք անկամ որ աբահով էինք այդ Դավիթին եւ իր երդասարտներուն ներգայության ուրեմն ժամանակ կգա որ Դավիթին ուդելիկը գբաքսի ջաշը գբաքսի եւ իր աշակերտչսեմ իր երդասարտներեն գղրգեն նապարին եւ նապարին ասել գուզե որ մենք եկար ադեն քու հոդերուտ բահբանություն ունենք հիմա մեր ջաշը բաքսած է եւ Դավիթ գիտե որ նապար շատ հարուստ է եւ երբ որ հյուր գունենաս պետք է դու աթյուրը հյուրասիրես իրենց օրենքն են անիգա հյուրը գուկա պետք է հյուրասիրություն անեն երբ որ Դավիթ իր մանչերը գղրգե եւ գուկան նապարին գսեն որ մեզի Դավիթը գղրգեց նայեք 25-րդ գլխուն 10-րդ համարը Առաջին թագավորած 25-րդ գլխուն 10-րդ համարը 1 Samuel 25:10
Նապաղ Դավիթի ձարաներուն պատասխան դվավ ու սավ Դավիթը ով է ու Հեսեի որդին ով է այս օրերս իրենց դերուն երեսեն փախչող զարաները շատ ծեր են Չպիտի դա մալ չսեր թեր գամ բատվե ով է ինքը չպավեր բաբանալ ով է Եվ ամեն մարդ գիտե Դավիթը ով է եւ Հեսեն ով է եւ ինքը ասպես անարմար տևով գարդայդվի Ուրեմն 14-րդ համարին երթանք Ձարաներեն մեկը նապաղի գնոջ Ապիկայի իմացուց ու ըսավ ահա Դավիթ անաբադեն մարդիկ կրգեց մեր դերերը օրդնելու համար իսկ անիգա խստիվ խոսեցավ անոնց հետ Անշուշտ որ աս պատասխանը Դավիթի գահացնի Դավիթ պիտի չուրախանա չէ որ մերժվեցավ ատկան բաբանությունն ելեն վերջը եւ ասպես ոչ թե միան մերժվեցավ անարգարկի ոչ մնալ գար իր խստիվ խոսեցավ Ուրեմն ինչ պետք է Դավիթ երիտասարդ է նեղության մեջ է հարածված է ուդելքի բագասկա at դողոց բանչերուն պատասխանատուն ինքն է պետք է անոնց դասավորի ամեն բան շատ կփարգանա շուշտ ինչ կորոշե առաջին բանը որ մենք փարգանանքն է երբ որ խոսքով կփարգանաս պատասխան կուտաս երբ որ ասպես պատասխան գարդես վրան բիդի հետա հարցակում բինա իրեն չափով իրեն պատասխան դալու Ուրեմն երբ որ ասլուրը դիգինին կհասնի եւ ասգինը կլսե ասիգա ասլուր գինը որ դարիներով աբրած է աս ամուսին հետը առաջին անգամ իր մոխիները վրային գտոցվե ասանազանտին եւ ոտքի գելե նայեցեք ինչ կնե 18-րդ համարը ապիգա շուտով 200 հաց 2 դիքինի 5 եփած ոչխար ու 5 գրիվ որ հաց ծորեն 100 ողգույս չամիչ ու 200 շարոց թուզ արավ ուզանոնք էշերու վրա տրավ Եվ իր ձարաներուն գսե որ արջևես կացեք ասկին որ վստահ որ դունի մեջը դժվար գշարժեր աս ամուսին հետը իր մոխիները առաջան կամ տոտվեց է ոտքի ելավ երբ որ ասիկա գգարտայի շողերը միտքսինգավ երբ որ հրուտը գսերդեինք ասավ հրուտ շատ հնազանդ էր բայց կյանքի մեջ մեկ անգամ անհնազանդ եղավ Եվ անին օրդություն եղավ որ գեսույն սա որ երբ որ կացեգը սավ հարսերուն մեկ հարսը քնած բայց առաջին անգամ հրուտ իր գեսույն անհնազանդ եղավ եղող մնաց Եվ իր գեսույն հետ մնալ իր օրդություն եղավ ամբողջ կյանքը փոխվեցավ Եվ այնքը իր մեկ արած որոշումով ինքը իր անունը Հիսուսի ասկապանության մեջ գրվեցավ իր հավատարմությունը Ճիշտ ասեք որ Ապիկան աչքիս արջև ներհուտան աչքիս արջև եղավ, որ ասմատիկ մեկ անգամ տոտվեցան, բայց ինձ ամբողջ կյանքը փոխվեցավ։ Ուրեմն ասպոլորը գարն է եւ ջամփագել է ծարանոյք միասին առանց ամուսին հարցնելու, ոչ ալ լուր դալու։ Գիտի ամուսին ինչ պիտի որ դեպի հարցնե։ Ուրեմն շիլակ է որ մեկ իմաստություն ունենք, ինչպես կսեք խոհեմ գին մնե, պետք է գազանին ոչ ասենք։ Մենք քիչ շատ ոչխարի պես ամեն բանի այոսելու վարժվենք։ Երբ որ գարտան կդեսենք որ չէ մեկ-մեկալ ոչ ասելը հարմար ադեն։ Ես չեմ ասել ամենադին ոչ ասենք անազան տլանք դունի մեջ հարցանի անիգա չէ։ Բայց երբ որ դեղ մգուկա որ բամ մկու ցանկը եւ քու ընտանիքի ցանկը մի փոխե հոն տուն գեցված կունեցիր։ 20-րդ համարը ապիկա Դավիթ դեսածին վեշ շուտով իշուն վրայեն իջավ։ Ուրեմն ինչ որ ապիկա մտածեց որ հիմա Դավիթ բիդիկայի իրենց վրա բիդի հարցակի իր դունը բիդի ավրվի թե զավագունի չի իշեր ասի իրքը դերմը բիդի կտնի ոհոն լալ չերուզեր ուրեմն Դավիթ հարցակումի բիդիկա ինքը առաջ կարավ առանց սպասելու որ Դավիթ իրեն հասնի ինքը ջամփա ելավ եւ գսե ապիկա Դավիթը դեսածին բես շուտով իշուն վրայեն իջավ եւ Դավիթին արժեվ եսի վրա ինալով Մինչև կեդին եգրբակություն լավ։ Հոս չեք կարծեր որ Դավիթի սիրտը փարգությունը քիչ մեղմացավ, իջավ։ Եվ շատ լավ գխոսի, անոր ոտքը ինգաբուսավ, ով դերիմ, հանցակը ին վրաս թողալա, հանցավոր մգա, գա հանցավոր, բայց անիգա ես լամ։ Բայց հրաման դու որ աղինդ քու արջևդ խոսի եւ քու աղինիդ խոսքին մդի գրե գաղաչեմ որ ին դերս այս չար մարդուն նապաղին համար իր սրի մեջ բան մչիտնե ոչ միան անցկամե չարալանալ գիտի որ
Քանզի իր անունին պես ինքալ այնպես է, անոր անունը նա փաղե ու անստամությունը իրեն հետ է։ Բայց ես քու աղախինդ իմ դիրոջս գրգած մանչերը չդեսա։ Եվ գխոսի։ Ներողություն գխնդրե, աս ամեն մեկ իր արած մեկ քայլը, մեկ խոսքը Թավիթի փարգությունը գիչեցնեն։ Թավիթի փարգությունը գիչեցնեն։ Ես մտածեցի, որ երբեմն մենք, երբ որ փարգացած ենք, մեզի բամ ասել ուզի թիմացին, որ մեզի փարգացուց, մենք չղային գլանք եւ արիտ չենք տա, որ իրեն մտի գնել։ Ես հոս սորվեցա Թավիթեն, որ արիտ դանք, երբ որ թիմացին մեզի բացադրություն դալ ուզե, համբերությունով, խաղաղությունով մտի գնենք, որտեղ ասիգա խաղաղություն կբերե, փարգությունը գիչեցնեք եւ քու ոսկորից հանգստություն կուտա։ Եթե փարգացած մնար, մտիկ չներ, արդյունք ուրիշ բան բիլալար։ Եվ հոս կտեսնենք, որ իր չղայնությունը, իր փարգությունը իջավ եւ Թավիթ իր ինչ-որ բադասեր ապիկա արավ եւ վերադարձավ, արդեն շատ օր 10 օր վեճ կսե նա փաղ մահացավ եւ Թավիթը ապիկան իրեն գին արավ։ Ինքը արժանի այդ մեկ արարքովը, այդ ազնվությունով, մեն խոսքով ինքը արժանի եղավ, որ Թավիթ թագավորին գինը լաորմը։ Հիմա ասի ասենք անսկամ մարդ մներ, թեր միտքը ով գուքա, որ ով իր գնգան համար ըստավ անսկամի բես մի խոսիր։ Հոպը, այո, ով ըստավ հոպը։ Նորա։ Աբրիս նորա։ Ուրեմն մենք գիտենք, որ հոպ իր ամբողջ ունեցածը գործընթաց, ամեն ինչ գործընթաց եւ ինքը դակավին հավատարիմ էր։ Եվ իր գին եկավ եւ ըստավ որ դակավին թուն գդարության մեջ գմնաս, աստծո անիզե եւ մերիր։ Գմտածեք ինչու հոպ ամեն ինչ գործընթաց միայն իր գինը մնաց։ Ինչ կմտածեք ինչու արդյոք ամեն ինչ գործընթաց եւ գինը մնաց։ Իրեն նեցուլա, բայց գինը սադանային վերջին փամփուշտն էր։ Գիտեք հիմա դեր դիգինենք, ունեցել ենք երբեմն հարցեր, երբեմն քիչ բարձր գխոսենք, հարց մգավոր չենք համացանի վիճապանճուն գնենք, բայց մեր ամուսներ մեզ որ մկնա մերիչ չսին, ոչ ամենք մեր ամուսիններուն գցենք։ Եվ անանք ադենը, որ արդեն ընկճված, լքված, վիրավոր, սքավոր, հիվանդ, դունենք դուրս ցկված մեգումը, ամեն մոտ գինը, ամեն հազատ մարդը է որ կնա մերիր։ Բայց հոպ անքան շնորհալի մարդ մներ։ Իսկապես Աստծո սրին համեմատ մերներ։ Գսե որ անսկամ գնոջ բես մի խոսի, անսկամ ես չսեր, անսկամի բես մի խոսի։ Հրաշալի մարդ էր։ Ուրեմն նայենք որ մենք որու բես ըլալ գուզենք եւ որու բես ըլալ չենք գուզեր։ Վսա որ չենք գուզե որ հոպի գնգան բես ըլանք։ Ուրիշ գինը որու ես ըլալ գուզես այձեմնիգը։ Կորս կարակելոցի մեջ։ Ինչու գկովի ասգինը, որովե ասեղմ ունի միայն, պամը չունի, այրի գին մնե, մեկ հատ ասեղ ունի, ուրիշներուն, երբ որ ինքը մերավ, այրիները գուկային և գսե, իրենց պաջգոնները, ժակետները գծնեն, գսեն, որ ասգա ինքը մեզի գգարեր։ Վսա, որ այդ այրի գին, աղկատ գինը, երթալով մետրոներով գդոր չէ գնարավնել, մեկ իրեն կազակ մգուդա, մեկը իրեն ժակետը, պեշմը, պամը գուդա, ինքը ասոնք իրարու գծելով, վստա, որ պամը գգարը և ով որ պետք ունի անոնց կհակցներ։ Ինչքան շնորհալի գին մներ, ասած մեզ մեծ բաներ չսպասեր, այդ բանը որ մենք չենք կնարանել, մեզ մի անոնք չսպասեր, բայց մեր ունեցածը Աստծո բակին համար կորդածել գիտնանք։ Այս εμնիկը մեկ ասեղով իր անունը մինչև հիմա գհիշվի, կարևոր չէ որ մեծ բաներ ունենք որպեսզի Աստված մեզ ընդունի, մեզի կողմի։ Նախ մենք գնենք ոչ թե որ մարդիկ մեզի կողեն, որ Աստված մեզի դեսնե որ մենք ինչ գնենք եւ իրեն համար գնենք։ Ամենեն կարևոր անի է։ Կորս կարակելու մեջ ուրիշ գին մգա։ Որու սիրտը պացավ, Աստված որու սիրտը պացավ, լիթիային սիրտը պացավ, վաճարական գին մներ, այն ադեն վաճարական է, երբ գիներ խոսք չունեին, արժեք չունեին, իրավունք չունեին պամանելու, աս շրջանի մեջը մենք վաճարական գնգամը մասին գխոսինք, և աս գինը հավադար մորեն, երբ որ բեդրոս արակյալ կարոս գուդար, չուրի մի եզերքը, կդեսեք եկեղեցին ուր է, ուր որ հավակնին կոն եկեղեցի է, ուր որ Աստծո խոսքը գկարոզվի հոն եկեղեցի է, գյանքի մեջ քարերը մեզի համար եկեղեցի չեն գնա, մենք ենք որ իրար գշինենք և եկեղեցի գգազմենք, որ մեր գլուխը Հիսուս է։ Ուրեմն ասգին ամեն շաբաթ
Գուկա եւ Պետրոսի կարոզը մրիկն է։ Ընդհանրապես հարուստներ ուր գերտան մտածենք մեկած։ Ճաշարան գերտան, ընկերային հավաքույթներու գերտան, ամեն մարդ իր մուշտակը բիծցնե։ Իր ամուսինի ինչ բդուդի դարավ, ինչ նվեր փերավ կամ իր հբարդությունները պիտի ցույց տա, չէ, բայց ասկին աղոտ գուկա։ Եվ անհավատարիմ իր որ ամեն անգամ աղոտ գուկա, անոր համար գսե որ Աստված անոր սիրտը բացավ։ Եվ ինչքան լավ է որ ինքը հավատարիմ գինմներ, հագարակ որ հարուստ է վաճառական է, այդ բոլոր արակյալներ իր դունը հրավիրեց եւ հյուրասեր ալեր վրան։ Եկեսե ամբողջ դունը փրկվեցան։ Մեկ լույս, մեկ գին որ լույս եղավ իր ընտանիքին փրկություն եղավ։ Եվ ամբողջ ընտանիքը փրկվեցավ, որ ինքը մեկ լույս, այդ դունի լույս եղավ։ Այսօր տունգուես կու դուրիտ լույսը լալ։ Երբ որ քիշերը գկալեին Մոսես եւ իր հետևորդները, հրաժողովուրդը, իրենց արժեվին ինչ գերտար։ Գրագեսյունը գերտար, որ լույսն է, որ առաջնորդն է։ Անլույս որ առաջորդեց, այսօր ամեն մեկս գնանք լույսը լալ մեր դունի մեջը եւ մեր ընտանիքը, որու դանիլ, հյուսի դանիլ։ Ու երկրորդ գին որ ինձ լալ չեմ ուզեր, ասիգա իր ընտանիքը հյուսի փերավ։ Հովդի գինը։ Հովդինգինը մտածենք մեկած Ծոտոմ կոմորի մեջ կաբրի, մեծ ընտանիք ունի, ինչպես Աբրահամ հարուսի իր ամուսինը հարուստ էր, անոր համար վեճ ունեցան։ Ինչու վեճ ունեցան, որ շատ հարուստ են եկուտալ, չափեն ավելի ոչխարներ ունեին, արջարներ ունեին, հովիվները գդրվեին։ Ուրեմն ինք այդ քաղաքին մեջ հստակ որ հանկիստ կյանք ուներ, սպասույթներ ուներ, դարաներ ուներ։ Եվ երբ որ Աբրահամին համար, աղոթներուն համար հրեշտակը եկավ եւ լուր դվավ որ Սոդոմ կոմորը պիտի այրենք Աբրահամ սաղարգության մտավ, որտեղ իր հոգին մեկ կդոր հոներ, ողդը եւ զավակները հոնեին։ Այսօր մենք երբ որ մեր ասկականները դեղության մեջ են, ինչքան Աստծո հետ հաշիվի գինանք, անոնց որ Աստվածին պաշտպանի 50 հատ, 45 հատ, 40 հատ, մինչև 10 հատ, սաղարգե գոր, ինչպես մենք առաջ Սուրիա, շուգա եղած է սաղարգություն դար։ Հոս չկա սաղարգություն, ճկետները վրան տրվել է, բայց այն adem սաղարգություն կար, ասպես կսաղարգի Աստծո հետ։ Եվ ինչ որ է, հրեշտակ գուկա Օվդին եւ գնգան աղջիկներուն գուզե դուրս հանել, գուզե թերքերնեն բռնած։ Ուրեմն երկու հրեշտակ եւ 4 հոգի են, ամեն մեկ հրեշտակ երկու հոգի ցեկը բռներ է։ Եվ գելեն որ դուրս գխնդրե որ հաջիս իդեվ ցայն լսեք իդեվ իջի չառնակ եւ գերտան բավական կալեն վերջը գրագե դուջուն պեվոգիչնի մեծ ամուկլա եւ գինի իդեվ գտարնա հիմա մենք չենք կնար ասել որ ինչու դարձավ վստահ որ ինքը Գավին հոն ուրիշ զավակներ ուներ որտեղ գցե որ մյուս աղջիկները եւ փեսաները դառնալ ճուզեցին երտալ ճուզեցին ծաղրեցին ալղովին երբ որ խնդրեց որ բոլորը ելեն հոն զավակներ թոներ ուներ Սրդին մեկ բաժին հոներ բայց երբ որ բադվեր գա քեզի որ մի դառնար եւ դու խնդրեցի որ ձեզ եկելեն եւ իրենք չելան քու ցերկը ցերեշտակն բռները քեզի գարաշնորկե ուր մտածեցի որ արդյոք մենք ալ երբ որ հավատքի ցանկը մտանք աղմուկներ աշխարհային աղմուկները գցեն որ մեկ հետ նայենք իդ մեղքը սիրենք կամ մեր առաջվա ցանկը դառնալ գուզենք գնայինք եդև արդյոք եւ ամենին դժվարը անի է որ երբ որ Ղովդի գինը արցան եղավ իր երևի զավակները արդեն գործընթացեր էր իր երկու աղջիկներ որ հորը հետ կացին անոնք մեղքի մեջ մտան եթե ինք իրենց հետ լավ աղջիկներուն արիտ պիտի դար որ իրենց հորը հետ ատարապետության մեջ մտնեին երկու գոմի զավակներուն մեջ ինքը հոն ավեր կորտեց երևի զավակները երե մնացին արչերի զավակներ որ բաբային հետ կացին անոնք դարբեր մեղքի մեջ մտան Ուրեմն ինչպես որ ասի Լիթիան իր ընտանիքը առաջնորդեց հավատքի, հույսի, խաղաղության իր դունին լույսի եղավ հագարակը հոս կլեսենք որ Ղովդի գինը իր ընտանիքին չգրտավ գողքին գինալս են մեկ կդոր ասեն երևիները արդեն կացին կոնե միշտ երկու աղջիկները երտար
at մեղքի մեջ պիտի չմնային, ուրիշ որու գուզեք նմանիլ դիներ։ Նախ ձեր տոնը շնորհավորեմ, աս ամիս մայրերու օր մենք որ միջին արևելքեն եկել ենք ամսու 21-ին, համաշխարհային դիներու օր մարտի 8-ը, արդեն գրոֆի մեջ շնորհավորեցին իրարու, համաշխարհային աղոթքի օր ալգա այս ամսվա մեջը, որ ամսու 6-ին պետք է լար, առաջի ուրբաթը, միջին քունին, որ չորեքշաբթիոնա միջին կեր, ասես դոնական լեցուն ամիս մնե եւ ոչ միան մայր օր է, այս շաբաթ մեծ մամաներու օր է։ Ձեր բոլորին դոնը գշնավորեմ։ Մենք հիշենք մեծ մամա, որը հիշենք ավետարանեն, եւ նիգեն եւ Լավոչյան հիշենք։ Մենք Դիմետրիոսի բաբայի մասին բամը չենք լսած։ Չէ հիշված, մայրդ եւ մեծ մայրդ գիտեմ գսե։ Այսօր մենք մեր զավակները թե գիտնան դեսներ մեր գիտեն որ մեր զավակներն են օրինակ այդ նորային այն է գսեն որ սեթային աղջիկն է օրինակ ուրիշներ գիտեն որ մենք մեր երևը ով գեցերեր որու զավակներն էինք կամ հիմա մեր տոլիկներ որու գլմանին ինչպես որսի որ ամեն օր ցանենք մեր դուները բարարդ հողեր են տուն ինչ կցանես ասոսերը որ գվայլես ամեն օր ողորմությունը ներամբրությունը քաղցրությունը ինչ կցանես տոնիտ մեջ գբատմես օրտություններ ինչպես որ քիչ առաջ երկեցինք թվե մի արմի օրտություններ ինչ առաջներ վայրերես ինչ կցանես տոնիտ մեջ at բարարդ հողին մեջ տուն ցանե ծավակներ ցանե եւ ցկե որ աստված աջեցնե որ գաջեցնե վստահ մեկ փայլուն ասխ հազարավոր ասխերու մեջ են հովիվներ եւ մոքերը հյուսիպերին մեկ փայլուն ասխ շատ ասխեր գային այսօր ամեն մեկը մեկ փայլուն ասխ կնագլալ ձեր ընտանիքին ձեր շրջաբադը ասոց դանելու հյուսի մոդեցնելու լանք չահեր լանք մոմեր ասին մոմը գահալի բայց ամբողջ այդ շրջան որ ժամանակ որ ինքը գվարեր որ լույս կդարգոր մենք ալ պիտի հալինք բայց դա որ աբրած ադենից լույս դվող լանք մեր շրջիներ լուսավորենք մեր զավակների մեջ բարի հունդեր ցանենք իրենց մտքի մեջ դեղավորենք որ ասված մեր սրդին մեջ մեր ցանկի մեջ ինչ գործերով ինչ օրտությունները բարիկները վայելեցինք բայց մենք որպես իրենք արթունալան ուրեմն թուն այսօր երբ անպայլուն ասխը որ քուշուչիներ հյուսի գանից ինչպես մեկ ասխ մոքերը եւ հովիվները հյուսի բերին Գյանքը դժվար է եւ անհաստատ Թակավորությունները կփոխվի բادرազմներ քաղաքներ սահմանները կփոխվի մեր մոչը չնագիմ շրջաբադի մեջ խանութները կփոխվին այսօր խանութը հակուս կձախե շրջան վեճ ոսկերիչ կլա չի հաջողին է սանդվիչի դեր կլա մենք Սուրիայի դիպանը ասիկա շատ կդեսնեինք ամեն բան անգավին է հարաբերությունները կփոխվին ընտանիքներու մեջ այսօր շատ լավ է մեղրոգարակի պես հարց մգլա վեճեր ողեր ամեն բան կփոխվի ինչ բան հաստատ է միայն եկին կհաստատ է այսօր խոսումները չեն փոխվի ավելին մեջ բար միջա որ այսօր կգարտաս 5 տարի վեճ կգարտաս 50 տարի առաջ կգարտացող նույնը կգարտա մեկ բան կհաստատ է միայն եկին կհաստատ է որ քեզի ուրախություն եւ խաղաղություն կտա երբ որ դու խաղաղ ես սադանան շատ ճղայն է որ քո մեջ բամը չգրծավ փոխել եթե ճուն չղայնես սադանային ճուղագին ինգերես ինքը շատ ուրախ է ինքը ուրախ է որ գրծավ հաջողեցավ քեզ նեղացնել ուրեմն հաստատ միտքն է որ քեզի խաղաղության մեջ կբայի թե հաստատ միտք ունես հյուսի վրա հաստատ պատես աստծո վրա հաստատ պատես խոսքին վրա հաստատ պատես այն ադենը խաղաղության մեջ կաբիս է մի ցկե որ սադանան տուն չղայնաս եւ ինքը ուրախանա ցկե որ ինքը չղայնանա եւ դու խաղաղ եւ ուրախ մնաս Եթե այս բաները բոլորը գրծանք անել, գրծանք լավ դիբարները մեր կյանքի օրինակ առնել, գրծանք մոմ լալ եւ մեր չորս կողմը շրջաբադին լույս տալ, գրծանք փայլուն ասխը լալ եւ մեր ընտանիքի Հիսուսի առաջնորդել, գրծանք վեր նայել եւ Աստծո խաղաղությունը վայելել, Սամոս 92 ինչ կսե, 10-րդ համարը կսե Բայց իմ եղջերս մի եղջերի ես մի պարծանա, ես նոր յուղով օծվեցա։ Այսօր թե ամեն մեկս գրծանք ասոնք անել,
ամեն մեկս նոր յուղով օծվեցանք, որ ինչն է Հիսուսի շնորհքն է։ Աստծո սերը, խաղաղությունը ձեր բոլորին դլա, ամեն։ Դեր օգնել շնորհակալ ենք, թող ոչ մի լսենք, այլ կդարենք եւ նմանին մեր արջերը դեպի բարօրինակներով։ Ամեն։